Բարև ձեզ մի անգամ եւս, այսօրվա 4-րդ լայվն եմ արդեն անում, երևի թե ժամերը ֆիքս եմ, այս պայն 10:53 րոպե է, Բաղրամյան փողոցի վրա եմ, քիչ առաջ դուրս եկա Բաղրամյան 1 հասցեում տեղակայված անտիֆեյք լրատվականի գրասենյակից, ովքեր որ նոր են միանում, կարճ ես ներկայացնեմ եւ ամփոփ ներկայացնեմ ինչ է կատարվում, առավոտյան ժամը մոտավորապես 7:10 դիմակավորված իրավապահները քննիչների ուղեկցությամբ մտել են Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի տուն խուզարկությունների որոշմամբ եւ նաեւ ձերբակալման որոշմամբ իրականացրել են խուզարկություն ես արագ հասա Նարեկենց տուն դուռը իմ առջեւ չբացեցին թեև իրավունք չունեին չբացել որտեվ Պաստաբան է, բայց դա մի կողմ, դրա լայվը դուք տեսնում եք եւ մոտ 1 ժամ տևած, մի քիչ ավելի քիչ խուզարկության արդյունքում ուրեմն մանր երեխեք դիմակավորված իմաստը որևէ իրավական հիմք դրա չկա ձեռնաշղթաներով այսպես տեսակ այդ կադրերը տեսել եք, Նարեկ Սամսոնյանին տարան, նույնը նաև քիչ ավելի ուշ, որտեղ մի քիչ ավելի երկար է տևել խուզարկությունը Վազգեն Սաղաթելյանին, Պարուշ Սևակ հասցեում տեղակայված, ուրեմն Երևանի քննչական են տարել տղաներին, հիմա այնտեղ են, միաժամանակ նաև մի քիչ ավելի ուշ սկսեց, թեև այստեղ եկել էին, մինչև դուռը բացվեց եւ այլն, անտիֆեյքի լրատվականը տոտալ խուզարկություն է տեղի ունենում, էլի դատարանի որոշմամբ Այն ամեն ինչը ինչ որ կարող է որևէ կերպ կապ ունենալ եթեր տալու հետ մարդիկ վերցնում են, այս բան դեռ չի ավարտվել, ուղղակի ես թույլտվություն ստացա քննիչից դադարեցնել իմ մասնակցությունը խուզարկությանը, քիչ է մնացել, բայց չի ավարտվել, որովհետև պետք է գնամ եւ քննչական մարմինը ինձ տեղեկացրել է, որ ես որպես Նարեկ Սամսոնյանի պաշտպան պետք է մասնակցեմ նրա հետ տեղի ունենալիք քննչական գործողություններին, հավանաբար կներկայացվի մեղադրանք, հավանաբար կհարցաքննություն կիրականացվի, որից հետո հավանաբար արդեն այդ սխեման գիտենք, կտանեն դատարան կալանքի միջնորդությամբ։ Ուրեմն ըստ խուզարկության որոշումների խոսքը վերաբերում է նախագահ Սարգսյանի փոդքասթին, այսինքն ուրբաթ օրվա փոդքասթին հաջորդող օրվա փոդքասթում առերևույթ ենթադրյալ, այսպես խուլիգանության դեպքի հետ կապված, հիշեցնեմ, որ տղաները այդ հոդվածով արդեն մեղադրված եղել են, արդեն կալանավորված եղել են, 2 ամիս նստեցին, որից հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին, հետո դատարանը առաջացանի կայացրեց արդարացման վերդիկտ, բողոքարկվեց, հիմա գտնվում է վերանայման փուլում վերաքննիչ դատարանում։ Այսինքն այդ արարքը, որ հանցագործություն է, մեղմ ասած դրա հակառակ փաստարկը կա, բայց ես ուզում եմ հիշեցնեմ, թե շատ կարևոր է, որտեղ այս քանի օրը տեղեկատվական նախապատրաստություններ ԿՊԱ-կանների կողմից իրականացվում, քֆուրչիներ եւ այլն եւ այլն։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Նայեք այդ հաղորդումը, խոսքը վերաբերում է շաբաթ օրվա 4 օր առաջվա, ոչ թե վերջին, այլ նախավերջին, ոչ թե երեկվան, այլ դրան նախորդողին նեմնիմին։ Նայեք անպայման, նայեք եւ դուք կտեսնեք ինչ է այնտեղ կատարվում։ Իրականում Ալեն Սիմոնյանը ընտանիք մտնելով, ընտանիքին վերաբերող, սրբությանը վերաբերող, այսպես վիրավորանք է տալիս նրանց, բառացի ասեմ, շան տղաներ է ուրեմն նրանց ասում, նրանք ոչինչ չէին ասել, Ալեն Սիմոնյանին ինչ-որ բան չէին ասել։ Նախագահ Սարգսյանի փոդքասթի հետ կապված, որին տղաները արձագանքում են արդեն հաջորդ օրը, այսինքն շաբաթ օրվա իրանց հիմնեմնիմիում, մեկը ավելի կոշտ, մեկը ավելի մեղմ, մեկը որոշակի այսպես ոչ նորմատիվային լեքսիկայով, մյուսը ոչ, բայց դրա անունը դնում է, այսինքն ով որ ասում է, պատկերացրեք փողոցում մի ԿՊԱ-ական ձեզ վիրավորի, դուք պատասխան վիրավորանք հասցնեք, ձեզ դատեն խուլիգանության համար, իրեն ասեն, ես քո ցավն էլ տանեմ, գնա շարունակի քո գործունեությունը։ Ազգային ժողովի նախագահ։ Էսա, ժողովուրդ ջան, էսա, իհարկե խուզարկությունները նաև նպատակ են հետապնդում ինչ որ այլ թեմաներ գտնել, այսպես ասած,
որևէ խնդիր մենք չունենք այստեղ իհարկե։ Տղաներն էլ իրենց եթերներում անդադ ասում են, որ դե շուտով գալու են մեզ ձերբակալեն, կալանավորեն, նույնիսկ մի 10-15 օր առաջ հրապարակային եղավ։ Պարզ էր, բռնապետական ռեժիմ, եթե այսպես չլիներ, ասա բռնապետական ռեժիմ կլիներ։ Բռնապետական ռեժիմի ստանդարտ վարքագիծ է սա։ Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք սրան մասնակից են լինում, բազմիցս եմ խոսել, հիմա դրան չեմ անդրադառնալու։ Հիմա ես կգնամ, կմասնակցեմ քննչական գործողությունների, մեր 5 իրավապաշտպաններից Արսեն Բաբայանը գնացել էր Վազգենից, ոչ չգիտեմ, չեմ հետևել տեղեկատվությունը ինչպիսին է գնացել, ես տեղակ եմ որտեղ ավելի երկար տևեց, Վազգենին էլ նույն ձևով բերեցին քննչական, հիմա տեսնենք թե օրինակ Նարեկ Սամսոնյանը, ես նաև որպես քավոր ասեմ, ինչ որտեղ նաև ասեմ իմ մասնակցությունն էլ էստեղ կա, չնայած կարող էր եւ իմ մասնակցությունը չլիներ ու նույն արդյունքը լիներ, մարդը ուխտ է արել, ասել է ես հայ հոյակ չեմ տալու, պահել է իր ուխտը այս։ Երկար ամիսների ընթացքում եթե ոչ տարի եւ ավել, չգիտեմ երբ մտան, չէ, տարին լրացավ թե չէ, չեմ կարող ասել, երբ որ իրանց նորից թույլատրվեց եթեր առաջի քրեական հետապնդումից հետո։ Հիմա այստեղ որտեղ են իրանք խուլիգանություն տեսել, ես իրոք չեմ կարողանում հասկանալ, եւ ինչ վերաբերում է Վազգենի Սաղաթելյան, ուրեմն նորից կրկնեմ, նրանք Ալենին ոչինչ չէին ասել, Ալենին ոչինչ չէին ասել, ընդամենը իրենց ոդկասթն էին արել նախագահի հետ, որը բավական լայն քննարկման առարկա դառավ, լայն ուշադրության առարկա դառավ, որին արձագանքել էր Ալենին եւ տղաներին տվել էր այսպիսի արտահայտություն։ Ես նորից եմ ներողություն խնդրում, ստիպված եմ կրկնել։ Շան տղաներ էր ասել, բա մարդիկ չանդրադառնային դրան։ Չասեին, որ դու շան տղանել ես դու մի բան էլ ավել, պայմանական եմ ասում։ Դա նորմալ է։ Դա նորմալ է։ Այսինքն սա աներկբա դրսևորում է նրա, որ դե ինչ ուզենք կանենք։ Զինված մարդիկ, իրավապահի համազգեստ կրող մարդիկ, որոնք իրենց ինչ է իրավապահ ուզում է իր աշխատավարձը ստանա, իր տունը պահի։ Այդ մարդկանց էլ ներքաշում են sense թեմաների մեջ։ Դու հիմա չեմ ոչ արդարացնում եմ, ոչ հակառակը ընդամենը երբ ա եղել Հայաստանում sense բան։ Երբևէ Հայաստանում sense բան եղել է։ Իսկ թվում է ոչ մի բանով Ադրբեջանից իրանց մենք այլևս չենք տարբերում, ոչ մի բանով։ Դե ոչ մի բանի համար, ոչ թե ոչ մի բանի համար, այլ իրանց պրովոկացիայի շրջանակներում իրանց համարժեք պատասխան տալու համար մարդկանց բռնում են, ընդ որում նորից ասեմ, տղաներից մեկը, գոնե մեկը, ես դրան ուշադիր եմ լինում, մի հատ այսպես հայհոյանք արդեն երկար ժամանակա չի հնչեցնում եթերում եւ մնացածն էլ մի խոսքով մյուսն էլ ընդհանրապես արձագանքում է իրան ուղված արդեն ասեցի ինչ արտահայտության։ Սա տեսեք հիմա եթե համեմատենք նախորդ քրեական հետապնդումը, ես ուզում եմ ցույց տալ թե ինչպիսի գահավիժում ենք մենք ունեցել այս մի տարվա ընթացքում, 1.5 տարվա ընթացքում, ավելի ճիշտ, որտեղ նախորդը 1.5 տարի առաջ էր։ Ուրեմն այն ժամանակ չեկան անտիֆեյքը վարիչ տվեցին, այսպես ասած։ Այն ժամանակ եկան մարդիկ դեպքի վայրի զննություն արեցին, շատ ավելի ուշ, նորմալ զննեցին, ասեցին, ահա, մի հատ էլ հասկանանք որտեղ եք սա նկարում, այստեղ եք նկարում, այս հասցենա, всё, փաստ։ Տարբերությունն եմ էլի ուզում սրանով ցույց տալ։ Ուրեմն սա մեկ։ Դե լավ, սա ամենակարևորն է, որտեղ ստեղ իրականում անձի ազատության հետ կապված հարցերը, այնտեղ նաև ավելի կոշտ էր, դա էլ ասեմ։ Հա, երկրորդը, մասկաներով մարդկանց տուն չմտան։ 5 տարեկան, 3 տարեկան երեխեքին, աղջիկ երեխեքին։ Պատկերացնում եք այդ մարդկանց երեխեքի հոգեվիճակը։ Դա նենց բան է, որ կյանքում չի մոռացվի։ Կյանքում դա չի մոռացվի։ Բացարձակ անհիմն մարդիկ մեղադրվում են ինչի մեջ։ Ինչ այսքան որ Հայաստանում սպանությունների մեջ, նարկոտրաֆիկինգի մեջ, ինչի մեջ չեն մարդիկ մեղադրվում։ Քաղաքական մեղադրանքը, մաքուր քաղաքական մեղադրանքը նույնիսկ բովանդակային առումով։ Խոսքի հնչեցման համար։ Ի պատասխան իրանց։ Սենց բան ես ուղակի, չգիտեմ էլի։ Այդ մարդիկ էլ իրանց երեխեք ունեն։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Եթե մարդը գնում է, չգիտեմ, սպանության մեջ են այն մինչև հիմա աշկիս առաջ այն խայտարակ են Աբովյանի դեպք։ Ասենք մարդը գնա, որոնց չեն հայտնաբերեն իդեպ։ Գնա մարդասպաններին տեղի իմանա մտնի տուն,
Հա, ասես հա հիմա թեկուզ երեխեք են տանը այդ գործոնը մարդասպանության մեջ մասկեքով բանում։ Խի վախացնել են ուզում են Սամսոնյանի նկարը տեսակ է։ Ինչ եք ուզում։ Վախացնել եք ուզում, դե տեսնեմ ում եք վախացնում։ Սենց այս երկիրը սենց չի կարող առաջ գնա։ Այս մարդիկ ամեն օր թույն են արտադրում։ Օրգանիզմը արդեն երաշճան մետաստազների մեջ, aber ես չգիտեմ։ Այս մարդկանց ամեն րոպեն իշխանության մեջ դա նշանակում է իրավական պետության եղած ինչ որ եթե մի փոքր մի բան մնացել է, դրա ավարտել։ Օր-օրի ես ցույց տվեցի 1.5 տարվա տարբերությունը։ Հիմա արդեն ազատության պողոտայի վրա եմ, հիմա կբարձրանամ Պարուս Սևակ եմ գնում, ինչքան գիտեմ այնտեղ մարդիկ են նաև հավաքվել։ Սա ոչ թե նորմալ չի, քաղաքական հետապնդում է, պարզ է, բայց նաև level up քաղաքական հետապնդում։ Այս ուզում եմ հիշեցնեմ, որ մենք 5 իրավապաշտպաններով ժամանակի դեպ հայտարարությունը արեցինք, որ ամռանը Միքայել Սրբազանի դատավճռից հետո արդեն ռեպրեսիաների նոր որակ ենք մենք ասել։ Լրիվ նոր որակ ենք մենք ասել։ Եվ գիտեք ինչն է հարցը, այլ բան չկա, այսպես տեսեք, սահմանադրությունը, սահմանադրական կարգի տապալման հասկացություն կա, ասում է, այսինչ հոդվածների գործողությունը փաստացի դադարեցնելը։ Այդ հոդվածներից մեկը իշխանությունների տարանջատումն է։ Դե թող մեկը ասի, ստեղ իշխանությունների տարանջատման ինչ որ էլեմենտ է մնացել։ Լուբոյ բան կարան տանեն խուզարկության որոշում ստանան, լուբոյ բան կարան անունը դնեն, ինչ հոդված ուզում են։ Ես մտածում եմ, երբ որ ինձ ասեցին, որ արդեն տղեկի տուն են մտել, լավ էս ինչ հոդված պետքա դնեն, էլի իրոք էլի։ Ինչ հոդված պետքա դնեն։ Մարդիկ այդ նույն արարքի համար, ընդ որում նույն արարքը չէր, որտեղ այս անգամ այնպես չի, որ իրանց նախաձեռնության բան, ի պատասխան։ Ու ես էլ երեկվա լայվում, հետաքրքիր զուգադիպության, երեկվա իսկ լայվում, անդրադառնալով մեկ այլ ԿՊԱ-կանի, կարաք նայեք երեկվա լայվը, 4 լայվ առաջ։ Անդրադառնալով մի ԿՊԱ-կանի արձագանքին իմ կարծիքը ասում եմ, հայ հոյանքները իրանց բերած մշակույթն է եւ դա պարզա որ լավ մշակույթ չի, բայց եթե դու մարդուն ասում ես շան տղա ու պատասխան ես ստանում, բան ես ուղարկում, մասկայով տղեկ ես ուղարկում այդ մարդու հետևից։ Դե էդի որևէ տրամաբանության մեջ, բացի այն զզվելի բռնապետական են, չգիտեմ, դաժե նույնիսկ ես չեմ բացառում, որ Ալիևը տեսմա չաներ, արդեն այդ աշճան ենք ասել։ Իրանց ուսուցչին են արդեն անցել։ Իրանց ադրբեջանա-թուրքական քաղաքականությունը այնրան է ասել, որ կանան պարգևատրեն, ասեն մալազես, մեզ դուք անցաք։ Եկեղեցականների նկատմամբ, Սահմանադրական ինստիտուտ, հոգևոր իշխանության նկատմամբ, որը ասես, տեղական ինքնակառավարման նկատմամբ, վերջի 1-1.5 ամսվա մեջ էլ փաստաբանների նկատմամբ։ Մենք ամեն դեպքում մեր հնարավորությունների մաքսիմումով այս ընթացքում աշխատելու ենք։ Լրատվամիջոցի աշխատանքը փաստացի խաթարված է, բացարձակ ոչ մի հիմք չկար, այսինքն լրատվամիջոցը հեռարձակում է իր գործունեությունը, բացարձակ ոչ մի հիմք չկար այդ ամեն ինչը տանելու եւ փաստացի դադարեցնելու լրատվամիջոցի աշխատանքը։ Էսա։ Բազմաթիվ մարդիկ են ինձ զանգում հարցնում, ես հասցնեցի չնայած այդ ամեն ինչը տեսագրված էր ազատությունից լրագրող էր հասել, անցիֆեքիցել էր։ Նարեկի մասով կարամ ասեմ, նույնը վստահ Վազգենին ավելը։ Մարդիկ շատ լավ գիտակցում են, ասում դու ջուրը մտնողը թրջվելուց չպետք է վախենա։ Հիմա այս մարդկանց ասում ենք բռնատիրական կարգ է։ Բայց էսա բռնատիրությունը, այսինքն ամեն անգամ բռնատիրական ռեժիմը, ամեն անգամ այս մարդիկ ապացուցում են, որ մենք ճիշտ ենք ասում։ Էսա, առաջիկայում ընտրություններ են, ես չգիտեմ, այս պայմաններում իրանք ընտրություններին ինչ են անելու, իրանց ամբողջ տեղեկատվական այդ հիմա տեսեք ինչ է այս բանը, խոդի են դնելու եւ մեր խնդիրն է, մենք կարողանանք հանրությանը ճիշտ տեղեկությունը մատուցենք։ Սա ցուցադրական, ուրեմն ամենաթողության դրսևորում է, ցուցադրական։ Այն պայմաններում երբ հանցավորությունը վխտում է, ամեն օր սպանություններ, նորից ասեմ, մինչև երեկվանից շոկի մեջ է այդ Աբովյանի կադրերից։ Չեմ հայտնաբերել այդ մարդկանց։ Գնային մարդիկ, որոնք պետք է հայտնաբերեն այդ մասկեքով տղեկը, պետք է հայտնաբերեն այդ մարդասպաններին, հիմա գնացել են փոխանակ այդ մարդասպաններին հայտնաբերեն Վազգենենց ու Նարեկենց տուն։ Ու գրասենյակ ուտեղ բան են անում։ Պետական միջոցներ են վատնում այդ գործողությունների մեջ։ Այդ մարդկանց ուղարկել են իրաց պետերին հանձնարարություն տվել։ Պարզ չի ուրա գնում։ Պարզ չի որտեղից է սկսում այս շղթան։
ակնհայտ է որ եղել է ուղիղ քաղաքական պատվեր, ուղիղ քաղաքական հանձնարարական, դրա մեջ այդ հայհոյանք, մայհոյանք, այդ ամեն ինչը երկրորդական է, տղաների ձևը ստեղծած էս ոդքասթը մի անգամ արդեն այս կրիզիսային վիճակին ցույց է տվել իր կենսունակությունը, որ ել ավելի մեծ լսարան են մարդիկ ձեռք բերել եւ վստահ եմ այս անգամ էլ է նույնն լինելու, իրանք մտածում են տեխնիկան տանելով կարան դադարեցնեն, բայց ես վստահ եմ, որ երեխեքը բոլորն էլ շատ, այսպես ասած, դուխները տեղը ինչ որ մի լուծում կգտնեն, նաեւ կարծում եմ այն մարդկանց շնորհիվ, որոնք որ օգնում են այսքան ժամանակ հանրային միջոցներով, որտեղ տեսնում եք այդ ոդքասթերում անընդհատ, ես վստահ եմ, որ արագ այս հարցը հնարավոր կլինի լուծել։ Ճիշտ է, տղաները կարծում եմ որոշ ժամանակ եթերից դուրս կլինեն, իրավական տրամաբանություն եթե լիներ, այս ամեն ինչը չէր լինի։ Դրա համար ես այսպես ասած առանձնապես բան չունեմ, էլի այդպես վարդագույն ակնոցներով չեմ նայում աշխարհին։ Իրավական որևէ բան չկա այստեղ։ Նորից ասեմ, մարդկանց ասում է շանտաղա, ու ստանում է պատասխան, այդ պատասխանը համարվում է խուլիգանություն։ Հրապարակավ ասում։ Ազգային ժողովի նախագահ լինելով, հասկանում եք։ Էլ դրանից ավել ինչ ասես, կարաս այս երկու նախադասություն ասես, նստես տեղը ասես, դե հիմա ասեք ձեր բաստիոնը, մի հատ ասեք այս բաստիոնը ոնց է աշխատում։ Ոնց եք բացատրում այս հարցը ոնց եք բացատրում։ Ես արդեն հասա Պարուհի Սևակ փողոց, ինձ հրավիրել էին, ես ներս կմտնեմ հիմա, կհասկանամ, եթե քիչականից էլ ինձ լսում են, արդեն հասա, տեսնենք թե այս անգամ ում է մակագրվելու, ինձ թվում է մենք մոտավորապես գիտենք թե Աչափնյակի ներողություն Աչափնյակ եմ ասում, ինչ Աչափնյակ բանի մասիվի դատարանում ում է մակագրվելու է, բայց պրոստը երկուսին չի կարա, էլի հետաքրքիր է։ Լավ էլ կապրենք տեսնենք։ Իհարկե այստեղ համ այս բանը կա, այս պրիզրենիե ռուսերեն, համ լավ դե ասենք դուք էլ եք տեսնում։ Մարդը տունը քնած է։ 3-5 տարեկան աղջիկ երեխեք։ Ասենք յանի ինչ մասկեկով։ Ինչ-որ մեկը որոշում է, չէ՞ կարասել տենց։ Լավ չի։ Առայժմ ես հարուցանը լրացուցիչ կտեղեկացնեմ։